Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ կառույցից դուրս գալու օրակարգ չկա, հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։ Պապոյանը պարզաբանեց արտգործնախարարի հայտարարությունը, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել։ Նախարարը նշեց, ազգային ժողովն ընդունել է անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին նախագիծը, առայժմ վավերացնում է Եվրամիության օրենսդրությունը, որն ուղղված է մեր երկրում ստանդարտների բարելավմանը։ Օրինակ, Եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն, սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում, մրցակցությանն են։ Հիմա եթե Եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բայց այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք, որ օրինակ կա մի ապրանք, որը Եվրոպայում վաճառում ենք, բայց Ռուսաստանում չենք վաճառում, մենք փորձում ենք դա նաև Ռուսաստանում վաճառել։ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը, որը այսօրվա կառավարությունը վարում է, հենց դրա մասին է։ Ըստ Պապոյանի գործողությունները ոչ թե որևէ երկրի դեմ են, այլ հանուն մեր երկրի։ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 9743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ պետության այնպիսի պետություն կառուցելը, որը կապահովի անհրաժեշտ բարեկեցություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովին ընտրական ցուցակ չի ձևավորվելու։ Այդ համաժողովին նախատեսում են ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր, լինելու են նոր վարչության ընտրություններ, հայտնեց նախարարը, անդրադառնալով կուսակցության սեպտեմբերի 20-ին նախատեսվող համագումարին։ Վարչության առաջադրումների եւ ինքնաառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետեւ դա մաքուր ժողովրդավարական ձևով է տեղ ունենում, ինչպես նախորդիվ։ Ես ունեմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով $100 միլիոն կուղվի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, հայտնեց Պապոյանը։ Խոսեց կառավարության ընդունած որոշման մասին, ըստ որի Օմանի, Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի հետ վիզային ռեժիմի ազատականացման շնորհիվ կավելանան զբոսաշրջային ու ֆինանսական հոսքեր։ Այս գործողությունը միակողմանի գործողություն է եւ սրա նպատակը ոչ թե Հայաստանի քաղաքացիների այլ երկրներում հանգստանալու հնարավորությունը հեշտացնել, ինչը պակաս կարևոր գործ չէ իհարկե, բայց այդտեղ ուրիշ գործողություն ենք իրականացրել, օրինակ Հայաստան է եկել վիզերը, որը 8 նոր ուղղություն է 6 տարբեր երկրներում բացել, միայն կբացի նոր ուրեմն քաղաքականության արդյունքում, այդ թվում Գյումրիից թռիչքներ կունենա եւ գիտեք, որ ինքը հայտարարել է նաեւ քանի որ պետական մեծ աջակցություն են տալիս, այդ աջակցության շնորհիվ իրենք հայտարարել են, որ մոտ 30 եվրոյով արդեն թռիչքներ նելու են։ Նախարարը հայտնեց նաեւ սեպտեմբերից խաղողագործության զարգացման, կոնյակագործներին աջակցության ծրագրերի մասին, անդրադառնալով Վրաստանով արտահանման խնդրին։ Կարիքի պարագայում պլանավորվում է նաև հնարավոր եմ համարում նաև իմ այցը Վրաստան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Այսինքն մթերում արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք որ ներգրաված են այդ գործընթացում, կաջակցենք։ Ես գիտեմ, որ կար խնդրեմ Ռուսալի հետ կապված, Ռուսալի ներկայացուցիչները իմ եւ փոխվարչապետ Դավիթաշվիլիի հետ հանդիպել են։ Վրաստանի փոխվարչապետը խոստացավ լուծել այդ հարցը եւ դրանից հետո Ռուսալի ներկայացուցիչները մեզ չեն բողոքել որևէ հարցի հետ կապված եւ ես ենթադրում եմ, որ լուծված է հարցը։ Հայտնեց, որ կա որոշակի քննարկման արդյունքների ամփոփում վրացական կողմի հետ, խոստացավ, որ կառավարությունը խաղող արտադրողներին ու կոնյակ արտահանողներին միայնակ չի թողնելու։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։